Բարև ձեզ հարազատներս, վերջապես բժշկական թեմայից խոսեմ այսօր, կարևոր թեմա է լինելու, որ հետաքրքիր պիտի լինի եւ տղամարդկանց եւ կանանց եւ հասարակ բնակչությանը եւ բժիշկներին, ոչ թե հետաքրքիր, այլ կարևոր է։ Կարող է ձեզ թվա թե դա ձեզ չի վերաբերվում, անջատեք, բայց այս ժամանակաշրջանում խնդիր ունենք ինֆորմացիայի տարածման։ Այսքան կարծես թե ժամանակաշրջան է, որ ինֆորմացիան լի է, բայց մարդիկ չգիտեն որտեղից ճիշտ ինֆորմացիան գտնեն, կարևոր բաներից եմ խոսելու, ու այս ինֆորմացիան անգամ եթե ձեր մոտ ամեն ինչ հեռացրած արգանդ, ձվարաններ, ձեզ կարող է թվա թե ձեզ մանկաբարձություն գինեկոլոգիան հետաքրքիր չի, սա այնքան կարևոր ինֆորմացիա է, որ դու հետո կարող եք օգտակար լինեք ձեր հարևանուհուն, ձեր թոռնիկին, ձեր բարեկամին, կարևոր է շատ։ Այսօր պատմելու եմ այն մասին, թե ինչպես պահպանել ռեպրոդուկտիվ ֆունկցիան, այսինքն հղիանալու, ծննդաբերելու հնարավորությունը քաղցկեղով հիվանդանալու ժամանակ։ Հիշեցնեմ, որ ես մանկաբարձ գինեկոլոգ եմ, բժշկական գիտությունների թեկնածու, 21 տարի աշխատել եմ Մոսկվայի առաջատար կլինիկաներում, արդեն 2 տարի ինչ աշխատում եմ մեր երկրում։ Քաղցկեղը գիտենք ինչ է, մի բջիջ սկսում է անկանոն աճել, եթե նորմալ ինքը պիտի աճի, ապրի ու մահանա, այս մահանալը անցնում է մի կողմ ու սկսում են անկանոն աճել, բազմանալ եւ տարածվել ամբողջ օրգանիզմում, եթե այդ կանգը չենք կարողանում, այդ process-ը չենք կարողանում կանգնեցնել, մարդը կարող է մահանալ։ Չարունակ ու նորագույցությունները առաջներում մեծահասակների հիվանդություն էին համարվում մեծ մասամբ, բայց հիմա հազարավոր երիտասարդներ, աղջիկներ եւ տղաներ հիվանդանում են չարորակ նորագույցություններով։ Հետաքրքիր տենդենց է նկատվում մանավանդ զարգացած երկրներում, որ այդ հիվանդությունները բուժվում են ինչի հետևանքով, քանի որ կան սկրինինգներ, որ ժամանակին ենք հայտնաբերում, փոքր շրջանում են, նախնական շրջանում ենք հայտնաբերում չարորակ նորագույցությունը եւ կարողանում ենք արդյունավետ բուժել, օրինակ պապկսուկը, 3 տարին մեկ եթե կինը հանձնի իր պապկսուկը, ժամանակին անգամ նախաքաղցկեղն ենք գտնում, բուժում եւ կինը շարունակում է ապրել։ Կամ մամոգրաֆիան, շատ ժամանակ բուժառուներից ինձ ասում են, բժշկուհի ջան, դե ես շոշափել եմ, դու շոշափել ես, բան չեն գտել, ինչ իմաստ ունի գնամ մամոգրաֆիայի։ Շոշափելով ես կարող եմ հայտնաբերել 1 սանտիմետր եւ ավել չափսերի գոյացությունը, բայց մամոգրաֆիան ավելի փոքր չափսերին է հայտնաբերվում, ձեզ ուղարկում են բուժման եւ ամբողջությամբ լավանում եք։ Բացի այդ ախտորոշումներից նաև ժամանակակից բուժումները, գիտեք, որ ինչ բուժումներ են կիրառվում, վիրահատություն կարող է լինել, ճառագայթային բուժում, քիմիոթերապիա, հիմայտիմունային թերապիա եւ այլն, արդյունավետ են։ Այսպիսով մի կողմից ունենք այսպիսի բան, որ երիտասարդները հիվանդանում են չարորակ նորագույցություններով եւ արդյունավետ բուժվում, բայց մի կողմից ուրիշ խնդիր ունենք, որ այս երիտասարդները չեն ուզում ժամանակին ամուսնանան, երեխաներ ունենան, անգամ վերջերս մի աղջիկ էր եկել 24 տարեկան, որ ասում եմ, դες գիտեք, շատ է պետք ամուսնանալ, այս երեխաներ ունենալ, էնդոմետրիոզի բուժիչ, առաջներում էնդոմետրիոզ բան երևի լսած էլ չլինեին, որովհետև կանայք անընդհատ ծննդաբերում էին, իսկ հիմա լի են այդպիսի հիվանդությունները։ Ես իր արձագանքից հասկացա, որ այս մարդը մոտ 5 տարի հաստատ չի պլանավորում ոչ մի երեխա ունենալ։ Այսպիսի խնդիր ունենք, ու ինչ է դառնում, մի կողմից երիտասարդները երեխաներ չեն ունենում, մյուս կողմից չարորակ նորագույցությունները երիտասարդացել են, այսինքն երիտասարդներն են սկսել հիվանդանալ, հիվանդանում են հաջողությամբ բուժվում, կանգնում երկրորդ աղետի առջև անպտղություն։ Անպտղությունը նույնպես չարորակ հիվանդություն է համարվում արդեն իրանց համար, քանի որ նույնպես կյանքի որակը ընկնում է, որովհետև երեխա ունենալը դա նորմալության նշան է հասարակության մեջ, էլ չեմ ասում ինչքան կարևոր բաներ են, էմոցիաներ, հիշողություններ, երջանիկ օրերը երեխա ունեցող մարդկանց համար ավելի շատ են, բայց նորմալության նշան է մի կողմից, որ երեխա ունեն իրանց արդեն համարում, իսկ ով որ երեխա չունի, ասում են հետն էլ քիչ հայբուներ, հետն էլ չամուսնացած երեխա չունի։ Սա կարևոր է։ Եթե առաջներում օրինակ այդ Ավիցեննայի միջնադարում, Ավիցեննայի ժամանակներում եւ այլն մարդկանց բժշկության հիմնական թիրախը դա ախտորոշումն էր, որ հիվանդություն գործիք չկար ախտորոշելու։ Մեզի գույնից, հոտից ուզում են փորձում են հասկանալ ինչ հիվանդություն է այս մարդու մոտ։ Բուժիչ մեթոդներ էլ գրեթե չկային, էլի բուսաբուժություններ, միզաբուժություններ եւ այլն։
հիմնական թիրախը հիվանդություններ, ոնց իրան հայտնաբերեն ու բուժեն։ Հիմա դրա հետ խնդիր չունենք։ Հիմա ախտորոշիչ մեթոդները լի են, բուժառուները գալիս են արդեն 1000 ու մի ձևի ախտորոշումներով, մենք ընդհանրապես ասում ենք, գիտես քո միոման քեզ կյանքում չի անհանգստացնելու, քո ադենոմիոզը քեզ չի անհանգստացնելու եւ այլն, ժխտում ենք այդ ախտորոշումները, որոնք արդեն բուժառուն հետը բերում են։ Իսկ բուժումը ստանդարտիզացված է, հիմնված ապացուցողական բժշկության, այսինքն հետազոտել են այս դեղը, տեսել են օգտակար է, ասում են օգտագործում ենք, այս մեկը օգտակար չի կամ վնասակար է, ոչ հանում ենք այդ ցուցակից։ Այդ ապացուցողական բժշկությունը շատ կարևոր է կիրառել։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ հենց եթե այդտեղից դուրս եկար ապացուցողական բժշկությունից արդեն սկսում ես ուրիշ բուժումներ կիրառել, հավանականությունը բուժման քիչ է։ Ես իմ ամբողջ կարիերայում դեռ չեմ հանդիպել մի բուժառու, որ ասում եմ, գիտես քո մասին բան չկա գրած։ Մի բուժառու է եղել, որ ասել եմ 7 դեպքեր ընդամենը նկարագրված իր հիվանդության մասին, բայց մնացած դեպքերը ու դեպքեր են նկարագրված, այդ բուժառուի մասին 7 դեպքեր ընդամենը նկարագրված, մնացածը տենց բուժառու չեմ եղել, ասեմ, որ գիտեք, ձեր չափորոշիչներում ձեր հիվանդության մասին ոչ մի բան գրած չկա։ Այդ չափորոշիչներում գրված է առաջի ընտրության բուժումը, երկրորդ ընտրության, երրորդ, եթե այս մարդ ալերգիա ունի, լավ չտարավ այս դեղը, չընդունեց եւ այլն։ Սա շատ կարեւոր է։ Ուրեմն մենք հիմա մեր թիրախը, եթե միջնադարում դա թիրախ այդ հիվանդությունն էր, ապա հիմա կյանքի որակն է։ Մենք պիտի մտածենք, քանի որ արդեն ախտորոշիչ մեթոդները բերում են մեզ ախտորոշումը, բուժումները արդեն ստանդարտիզացված տվել են մեզ արդեն այս պիտի կիրառենք, մեզ մնում է միայն մտածենք բուժառուի կյանքի որակի մասին, որը սա շատ կարևոր է, ինչ պատմում եմ, դա այդ նույն կյանքի որակի մասին է։ Քանի որ անպտղությունը նույնպես բերում է նույն ինչ չարորակ նորագույնությունը, դեպրեսիայի, վատ տրամադրության, կյանքի որակի անկման, դրա համար պետք է ու ունենք մեթոդ, որ սա կարողանանք կանխարգելել։ Ինչպիսի մեթոդն է, գիտենք, որ հիմա արտարգանդային բեղմնավորման այդ տեխնոլոգիաները լավ զարգացում են ապրել ու դրանք գալիս են մեզ օգնում են այս դեպքում, երբ որ մարդ երիտասարդ տարիքում չարորակ նորագույնությամբ հիվանդացել է, ինչ ենք մենք անում, մենք միանգամից ասում ենք ուռուցքաբանի մոտ ենք, անմիջապես վազի ուռուցքաբանի մոտ, ուռուցքաբան անմիջապես պետքա բուժենք, վիրահատություն, քիմիոթերապիա, ճարագայթային բուժում, այս տեսահոլովակի առաջի նպատակը նա է, որ մենք կանգ առնենք, թե բուժառուները, թե բժիշկները կանգ առնենք, որովհետև այդ ձեր բուժումը կարող է բերել անպտղության։ Վիրահատությունը բերում է օրգանները հեռացնում այդ գինեկոլոգիական կլինի կամ ամորձիների եւ այլն, ճարագայթային քիմիոթերապիան վնասում է այդ բջիջները, կնոջ մոտ այդ ֆոլիկուլների պաշարն է քչացնում, տղամարդկանց մոտ շատ այդ սպերմատոզոիդ արտադրող այդ էպիտելիումն է վնասում, որը չեն կարողանում սպերմատոզոիդ արտադրել։ Իսկ ճարագայթային բուժումը առավել եւս վնասակար է մանավանդ ձվարանների համար, վաղաժամ ծերացում է առաջացնում ձվարանների։ Դրա համար պետք է կանգ առնենք եւ ասեմ ինչ անենք, զարգացած երկրներում, այդ չափորոշիչներում գրված է, որ անգամ երկրներ կամ 48 ժամ են տալիս։ Երբ որ չարորակ նորագույնությունը ախտորոշվեց, 48 ժամվա մեջ այդ մարդը պետք է ռեպրոդուկտոլոգի խորհրդատվություն անցնի։ Ինչ է ով է ռեպրոդուկտոլոգը։ Այն մարդը, որ զբաղվում է արտարգանդային բեղմնավորումներով։ Ինչ են անում այդ դեպքում։ Իրոք տղամարդու մոտ են, շատ հեշտ, տղամարդկանց մոտ շատ հեշտ է ամեն ինչը, թե անպտղության ախտորոշումը, թե այս դեպքում տղամարդու մոտ ախտորոշվեց չարորակ նորագույնություն, կապ չունի որ օրգանում է, որտեղ է։ Ուղարկում են ռեպրոդուկտոլոգի մոտ 48 ժամվա մեջ։ Գնում է, սերմը հանձնում է, կրիոկոնսերվացիա, սերմի կրիոկոնսերվացիա է կոչվում։ Սառեցվում է սերմը։ Այս մարդը գնում է իր բուժումները անցնում է, վիրահատություն կլինի, ճարագայթային կլինի, քիմիոթերապիա կլինի, լավացավ, արդեն ունի պահպանված սերմ։ Եթե հանկարծ իրանով չկարողանա օգտագործի, արդեն ունի պահպանված սերմ, որով կարող է ունենալ իր սեփական բիոլոգիական երեխան։ Սա շատ կարևոր է։ Մարդիկ ուզում են սեփական ունենան։ Իհարկե, եթե չի ստացվում, պիտի իմանանք, որ շատ տարբեր մեթոդներ ունենք եւ սուրոգատ մայրություն ունենք, դոնորական էմբրիոն կարող են տեղադրել, որդեգրություն եւ այլն, սրանք բոլորը շատ կարևոր է, որ բոլորս իմանանք ու դրա տեղը։ Կանանց մոտ մի քիչ կարող է թվա, թե շատ եմ խոսում, ավելի շատ են հնարավորությունները, բայց գրեթե նույնն է։ Գրեթե նույն է, մի քիչ ավելի դժվարություններով, մի քիչ ավելի ինվազիվ, այսինքն միջամտելով առողջության մեջ։
Ինչ ենք անում, նույնն է, ձվաբջիջը պիտի վերցնենք, սառեցնենք, որ կինը անցնի իր բուժումը, հետո այդ ձվաբջիջը օգտագործի։ Ձվաբջիջը ինչպես ենք վերցնում։ Եթե կինը ժամանակ ունի 1-2 շաբաթ, ապա ստիմուլյացիա են անում, խթանում են ձվարանները, որ ձվաբջիջը հասունանա, այդ ձվաբջիջը վերցնում են, սառեցնում են, որ հետագայում օգտագործեն։ Եթե կինը այդ ժամանակը չունի, անգամ այդ ֆոլիկուլներն են ֆունկցիա անում, մեջի ձվաբջիջները վերցնում, ոչ հասուն, հետո արդեն արհեստականորեն կհասունացնեն, էմբրիոն կպատրաստեն, հետագայում կտեղադրեն։ Հետաքրքիր է, որ այս սերմի կրիոկոնսերվացիան կամ ձվաբջիջի կրիոկոնսերվացիան ավելի քիչ արդյունավետ են, քան եթե էմբրիոնն եք սառեցրել։ Օրինակ, եթե տղամարդ ունի կին ունի արդեն կամ զուգընկերուհի, որից հետո կուզի երեխա ունենալ, կարող են սպերմատոզոիդը վերցնել, ձվաբջիջի հետ միացնել, սառեցնել ու հետագայում արդեն էմբրիոնը վերցնել եւ օգտագործել։ Սրանք ավելի այս մեթոդը ավելի արդյունավետ է, որ էմբրիոնն է կրիոկոնսերվացված, այլ ոչ թե բջիջները, բայց եթե այդ հնարավորությունը չկա, գոնե սպերմատոզոիդները, ձվաբջիջները կարողանանք սառեցնել։ Կանանց մոտ մի այլ մեթոդ էլ կա, որ հյուսվածքը կարելի է վերցնել։ Տղամարդկանց մոտ էլ կա ամորձիների մի հյուսվածքի մի մասը վերցնում են, սառեցնում են, բայց դա դեռ էքսպերիմենտալ մեթոդ է։ Կանանց մոտ արդեն լայնորեն կիրառվում է զարգացած երկրներում։ Ձվարանի կամ մեկն են ձվարանի վերցնում, կամ ձվարանի մի հատվածն են վերցնում, սառեցնում։ Կինը հաջողությամբ բուժվում է իր չարորակ նորագոյությունից, ուռուցքաբանն ասում է արդեն բուժվեցիր, հետագայում այդ հյուսվածքը նորից տեղադրում ենք կնոջ օրգանիզմի մեջ, որ կարող է նաև հորմոնալ ֆունկցիան ապահովի եւ ձվաբջիջներ տա։ Կնոջ մոտ մի հետաքրքիր հնարավորություններ կա, երբ որ կնոջը հարկավոր է միայն ճառագայթային բուժում, արդեն ասեցի, որ ճառագայթային բուժումը շատ վնասակար է կնոջ ձվարանների համար։ Օրինակ, եթե կինը ունի երիտասարդ կինը ունի հաստաղու կամ ինչ ասեմ, ուղիղ աղիքի քաղցկեղ, որ միայն ճառագայթային բուժում է պետք, կամ ճառագայթային բուժում եւ քիմիոթերապիա, որը քիչ ազդեցություն ունի գոնադների վրա, այդ ժամանակ ինչ ենք անում, եթե ճառագայթը պիտի լինի փոքր կոնքի վրա, մենք փոքր կոնքից ձվարանները լապարասկոպիկ միջոցով բարձրացնում ենք կոնքից վերև եւ ճառագայթում այդ հատվածը։ Հետագայում փողի հետ ենք տանում, հետագայում կինը արդեն հղիանում է, որովհետեւ համ փողն է վերևում, համ ձվարանը։ Այսպիսով հնարավորություններ կան, ու սա երկրորդ մեթոդը, երկրորդ կարևոր նպատակը այս տեսահոլովակի որն է, որ տեղեկացված լինեք, քանի որ մենք նորից եմ ասում ինֆորմացիայի տարածման խնդիր ունենք։ Եվ ոչ միայն դրա հետ կապված, այլ նաև ուռուցքաբանը մենակ չի կարողանում այս հարցերը քննարկել բուժարուի հետ, քանի որ ուռուցքաբանը այս մարդուն ասեց, որ դու քաղցկեղ ունես, արդեն հոգեբանական խնդիր ունենք։ Այս մարդը դեռ հələ քաղցկեղով է, կապրի, չի ապրի, 10 օր կապրի, 20 օր կապրի, 20 տարի կապրի, հələ չի կարողանում հասկանալ ինքը ինչ վիճակում է, ուռուցքաբանը պիտի բացատրի ինչ ախտորոշիչ մեթոդներ պիտի օգտագործեն, ինչ բուժումներ պիտի անեն, ինչ պրոգնոզ ունի այս մարդը եւ այլն, ու հետն էլ ասի, գիտես, հələ բայց քո ապագա անպտղության մասին էլ պիտի մտածենք։ Ոչ բոլոր ուռուցքաբաններն են դա անում, ցավոք սրտի, չնայած դա իրենց պարտականությունն է։ Անգամ մենք լսեցի, որ մենք օրենք ունենք մինչև 35 տարեկան, եթե բուժարուին պետք է ճառագայթային բուժում կամ քիմիոթերապիա կամ վիրահատություն, անպայման պետք է գրավոր համաձայնագիր վերցնեք, որ գրավոր թուղթ վերցնեք, որ ուղարկել եք այս մարդուն ռեպրոդուկտոլոգի մոտ, սառեցնի իր ձվաբջիջները եւ կամ սպերմատոզոիդները, որ հետագայում օգտագործի, անպտղություն չունենա։ Ուրեմն խնդրի տարածման, ինֆորմացիայի տարածման խնդիր ունենք։ Անգամ եթե դուք այդ բուժարուի տատիկն եք, հարևանուհին եք, լսել եք, որ երիտասարդ կին է, տղամարդ է, ուռուցք ունի, բուժվում է, դուք էլ կարող եք ասել, լսի, կարող է այդ անպտղություն բերի մոտդ մի հատ, դու գնա ռեպրոդուկտոլոգի մոտ, այս հարցերը քննարկի, սա շատ կարևոր է, որ բոլորս այս ինֆորմացիան, ոչ թե ինֆորմացիա լինի, բայ գլուխս աշխատեց ու գնա, գլուխը եթե չենք օգտագործում, չենք տարածում այս ինֆորմացիան, կարևոր ինֆորմացիա, ոչ թե աղբը տարածենք, այլ կարևոր ինֆորմացիան եթե տարածենք, գլուխներս ավելի լավ կաշխատի, օգտակար կլինենք շրջապատին ու երկրի զարգացմանը կնպաստենք։ Ինչ վերաբերում է երեխաներին, փոքր տարիքի երեխաներին, սա ինչ ասեցի, սա հասունացումից հետո է կիրառվում։ Իհարկե միայն այն մարդկանց, ում հետագայում պլանավորում են երեխա ունենալ։ Իսկ երեխաների մոտ ցավոք սրտի չկա այդպիսի բան, սերմի կրիոկոնսերվացիա, ձվաբջիջի կրիոկոնսերվացիա։ Միակ հնարավորությունը դա կամ ամորձիների մի հատվածի սառեցումն է, կամ ձվարանի մի հատվածի սառեցումը, այսինքն հյուսվածքի սառեցումն է,
որը մայրերը նույնպես պիտի տեղեկացված լինեն, որ այսպիսի հնարավորություն կա, եթե նորից եմ ասում տղաների մոտ, տղամարդկանց մոտ դա դեռ էքսպերիմենտալ է, բարձր հաջողություններ գրեթե չկան, ապա կանանց մոտ դա լայնորեն կիրառվում է։ Այսքանը երևի այսօր կուզեի ձեզ հասցնել, մեծ հույսերով կհանդիպենք նորից, բարի օր բոլորիդ։